Ինչպես հայտնաբերվեց այս փաստաթուղթը եւ ինչի մասին էր այն։ Բագրատ Սրբազանի կեցավայրից քննիչների առգրավված թղթերից մեկի պատճենն է։ Բնօրինակ ըստ քննչական կոմիտեի գրել է Բագրատ Սրբազանը։ Սրբազան հոր փաստաբանները ծիծաղելի են համարում, որ քննիչները այս թղթի կտորը փորձում են հրամցնել որպես ահաբեկչական պլան առանց ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու։ Առերով գրառումներ Ցանկացածը կարող է վերցնել այս տեքստը եւ համեմատել Բագրատ Սրբազանի ձեռագիր որևէ գրության հետ, որը քիչ չի նաեւ սոցցանցերում առկա է, հատկապես հայերեն հատվածը եթե նայենք, ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չի։ Սրբազան պայքար շարժման ժամանակ տասնյակ մարդիկ են Բագրատ Սրբազանին նամակներ, գրություններ փոխանցել, պնդում են փաստաբանները, նա էլ պահել է դրանք իր տանը։ Երկեջանոց անգլերեն գրությունը դրանցից մեկն է, որտեղ 9 երկրի մասին է հիշատակվում ու ընդհանրապես Հայաստանում իշխանությունը զավթելու մասին խոսք չկա։ Ներքևում նշված է, որ պետք է ներթափանցել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձ։ Փաստաբանները նկատում են, քննչական կոմիտեի ղեկավարը անցած տարի խորհրդարանում հավանաբար հենց այս թղթին հղում անելով էր մեղադրում Բագրատ Սրբազանին ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ախր դուք տեղյակ եք, որ այդ գործով, որ իրանց ձեռքով գրած ապացույցներ կա, որ արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահաբեկչություն, հենց այտենց պլանավորված ահաբեկչություն։ Պաշտպանները համոզված են, անփույթ քննություն է արվել եւ քննչական կոմիտեի ղեկավարը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է անպատասխանատու հայտարարություններ արել։ Ու այս տեսակ փաստաթղթերին, որոնք հայտնի են չէ թե ոնց են հայտնվել այդ տարածքում, ինչպիսի կարևորություն կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տալ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին քննչական կոմիտեի ղեկավարն է։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը նկատում է, քրեական գործի նյութերում չկա որևէ քրեադատավարական վերլուծություն, թե ինչ դեր ունի փաստաթուղթը ենթադրյալ մեղադրանքի հետ։ Որոշել է Բագրատ Սրբազանի տանը հունիսյան խուզարկությունների ժամանակ գտել են նաև մի նամակ, որտեղ մի կին arczepiskoposին պատմում է իր տեսած երազը։ Այս նամակը եւս գցել են քրեական գործին։ Տեսագրություն կա, թե ինչպես է քննչական գործողությունների ժամանակ քննիչը կարդում այդ նամակը։ Եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը մեծ չափսի զենքեր հավաքում, իրեն այդ հարցում մի քանի տղամարդեր օգնում, զենքերը հավաքում, դնում էին միտեղ եւ մեծ ծածկոցներով փակում դրանք, որ գաղտնի մնա այդ ամենը։ Համակիրներից մեկը երազ է տեսել, որը որոշել է պատմել։ Երազը գրի առել, փոխանցել է Սրբազանին, որտեղ ասում է, որ կարծես թե չգիտեմ, ինչ-որ լույսի շող էր, կամար էր, զենքեր էին։ Բագրատ Սրբազանի եւ նրա 17 աջակիցների քրեական գործի հիմքը դարձած ձայնագրությունների արձանագրություններն են նաեւ կեղծված ահազանգում են պաշտպանները։ Պնդում են, քննիչը կոնտեքստից կտրել է երկխոսությունները եւ փորձել այլ կերպ ներկայացնել։ Բարձրագույն պաշտոնյաներից մեկը Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։